Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։ Բարև ձեզ, պարոն Միքայելյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Միքայելյան, Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները օրերս Բաքվում էին, Հիկմետ Հաջիևի հետ հանդիպում ունեցան եւ այս ամենի համար կառավարությունը բոլորիս վճարած հարկերից շուրջ 18 միլիոն դրամ վճարեց։ Եթե հետահայաց ամփոփենք, որքանով եք արդյունավետ համարում այս այցը, ինչ տվեց այն Հայաստանին, որի համար մենք բոլորս նման խոշոր գումար վճարեցինք։ Դե գումարը այստեղ երկրորդական հարց է, իսկ առաջնայինը առհասարակ ովքեր են այս մարդիկ, իսկ այս մարդիկ գրեթե առանց բացառությունների օտարպետություններից գումար ստացողներն են։ Սա շատ կարևոր է տարբեր կառույցների միջոցով։ Եվ երկրորդը ինչ դերակատարություն ունեցան եւ ինչ գործընթաց են սպասարկում։ Իսկ այդ գործընթացը միակողմանի Հայաստանի կապիտուլյացիոն գործընթաց է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ այս օրինակ նրանցից մեկը, անունը չեմ մեջբերի, Բաքվից սկսեց հայտարարել, որ ով Ադրբեջանի հետ ոնց որ մերձացման գործընթացի դեմ է, ապա նա կամ օտարերկրյա ագենտ է, կամ նա ինչ որ վատ մարդ է, ապուշ է, կամ չգիտեմ ինչ որ նման բան։ Հիմա տեսեք, եթե մարդը Բաքվի օգտին Հայաստանի նկատմամբ կոչեր է հնչեցնում, եւ նա ասում է, որ Ադրբեջանում ոնց որ շատ լավ մթնոլորտում ա եղել, որպես ախպերա բոլորին տեսել, շատ լավ հարաբերությունների մասին էին խոսում ինչ որ մեր եւ ադրբեջանցիների։ Բայց հետո, այսինքն ադրբեջանցիների հետ ինքը շատ լավ հարաբերություններ ունի։ Իսկ հայաստանցիների հետ ինքը շատ վատ հարաբերություններ ունի ու հայաստանցիների հետ այսպես հաթաթայով խոսում է։ Եվ իր ակրիվները հայաստանցիների հետ են։ Այդ թվում ֆիզիկապես այս մարդը կրիվ է ունեցել եթերում մի հասարակական գործիչի հետ, ով որ իր հետ համաձայն չէր։ Մենք կարող ենք ենթադրել, որ ստեղ հենց մարդը իր մասին է առաջին հերթին խոսում, տարբեր երկրների գործակալ մասին խոսալուց։ Այսինքն այստեղ շատ լուրջ հարց է ծագում. ինչ շահեր են այս մարդիկ սպասարկում։ Եվ ինչ շահեր է սպասարկում այս իշխանությունը, այս գործընթացը միանշանակ չի սպասարկում Հայաստանի շահերը։ Ինչու չի սպասարկում։ Որովհետև Հայաստանի շահերի մասին այստեղ խոսակցություն չկա։ Այստեղ խոսակցություն կա, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ լավացնի հարաբերություններ։ Հայաստանը ոչ բան պետք չի անի։ Հայաստանը առաջին հերթին պետք է իր շահերից ելնի։ Դրա մասին խոսք չկա, Հայաստանը զիջումներ է անում, Ադրբեջանի կողմից զիջումներ չկան եւ ըստ այդմ գալիս են այս մարդիկ ու ասում են, եթե դուք դեմ եք այս ամեն ինչին, մենք ձեզ լրացնելու ենք եւ արդեն մշակում են օրենքներ, այսպես ասած ծայրահեղության դեմ եւ այլն եւ այդ ամեն ինչի տակ հասկացվելու է Ադրբեջանի դեմ ցանկացած քննադատություն։ Սրա մասին է խոսքը գնում եւ իհարկե այս գործընթացը Հայաստանի շահերի հետ որևէ կապ չունի եւ այս մարդիկ Հայաստանի շահերը այդտեղ չեն սպասարկում, սա իմ գնահատականն է։ Այսինքն այս մարդկանց դուք գործակալներ եք համարում օտարերկրեր, ես ճիշտ եմ հասկանում ձեր գնահատականը։ Ես այդպես չէի անվանի, ես կասեի, որ այս մարդիկ կապված են օտար շահերի հետ։ Հիմա ինչ աստիճանով եւ ինչպես, սա արդեն հետաքննության հարց է, ես ին վրա դա չեմ կարող վերցնել։ Նաեւ իրենք նշում են, ես իրենց խոսքը որ լսում էի, փոխանցեցին, որ Հաջիևը իրենց փոխանցել է, որ Ադրբեջանի հասարակությունը խաղաղության է ձգտում, այսպես ասած նոր պատերազմի չեն ցանկանում, փորձում են հայ հասարակությանը այն ուղերձը փոխանցել, որ Ադրբեջանի համար խնդիրը ավարտված է եւ փաստացի գործող վիճակից իրենք իրական խաղաղություն են փորձում կառուցել։ Դատելով Ադրբեջանում տիրող տրամադրություններից, ձեզ համար այս պնդումը գնահատականը որքանով է համոզիչ թվում։ Իսկ Հաջիևը կարող է դա Ալիևին բացատրել, թե ինքը պետք է հայերին դա բացատրի։ Այսինքն Ալիևը ամեն նոր հայտարարություններ է անում Հայաստանի դեմ։ Հայաստանը անվանում է ֆաշիստական պետություն, որի դեմ է առնելու, պատրաստում է ռազմական ենթակառուցվածքներ եւ վճարում է, շարունակում է վճարել աշխարհով մեկ հայացածության քարոզը, շարունակում են քանդել Արցախում հայկական արձաններ եւ հիմարների համար պատրաստում են քարոզչություն, որ չէ, սա լավ է, ով էլ դեմ է խոսում ինքը ինչ որ վատ մարդ է եւ այլն, իրեն պետք է լրացնել։ Հիմա այս հիմարների համար թատրոնը ասենք լուրջ ընդունել կարելի է, իմ կարծիքով չի կարելի։ Հիմա Հաջիևը իհարկե չի ասելու, ինքը ասելու է հայերը դուք մեզ լավ վերաբերվեք, մենք էլ ձեզ վատ կվերաբերվենք։ Դա ինքը չի ասելու, բայց դա ինքը անելու է։ Այսինքն դա հիմարների համար է, այսինքն եթե դու ինչ որ մեկի դեմ ուզում ես գործես, քեզ համար ցանկալի, ամենացանկալի տարբերակը այն է, որ ինքը քեզ դեմ չառնի։
Դրա համար իր զգոնությունը դու պետք է չեզոքացնես, իրեն ասես, որ ամեն ինչը լավ է, իսկ դու պատրաստվես։ Դրա համար Ադրբեջանը կառուցում էր ռազմական ենթակառուցվածքներ Արցախում, 4 հատ ռազմական օդանավակայան են բացել, հոսպիտալներ է սարքում, ճանապարհներ է սարքում, ամեն ինչը, որպեսզի Հայաստանի դեմ նոր պատերազմ բարի։ Նույն Հաջիևը 2-3 օր առաջ Զանգեզուրի միջանց կոչվածից էր տեսանյութ հրապարակել եւ գրել, որ աշխատանքները ավարտվում են։ Հիմա տեսեք, ասում է, որ Թրիպը դա լրիվ ուրիշ բան է, Թրիպը դա այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է։ Եկեք սա էլ խոստովանենք։ Նույնությամբ։ Մի տարբերությամբ, մեջտեղը Ամերիկան է կանգնած, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգի մեջ միանշանակ կա Ամերիկային այդտեղից արանքից հանել։ Եվ քանի որ Ամերիկան հերո է, իսկ իրանք մոտ են, իրանք դա կկարողանան անել։ Միտեղ կմանրեն, միտեղ Թուրքիան կասի դե լավ, Սիրիայում ես ինչ զիջումներ ուզում ես կանեմ, այստեղից դու հերացի կամ էլ կտեսնեն, որ Ամերիկայում ճգնաժամը ոնց որ օգտվեցին Ռուսաստանի պատերազմից Ուկրաինայում եւ Արցախի դեմ այդ ռազմավոստիկանական օպերացիա իրականացրեցին, էթնիկ զտում իրականացրեցին, նույն կերպ Ամերիկային արանքից կհանեն, այսինքն այն ժամանակ Ռուսաստանն էր թույլ օգտվեցին, հիմա էլ կգտնեն պահը, երբ Ամերիկան է թույլ լինելու, օրինակ Ամերիկայում ներքին պայքարը շատ ինտենսիվացել է, հիմա կարող է ել ավելի խոշոր ճգնաժամ լինի, այդ պահին կօգտվեն ու Ամերիկային արանքից կհանեն։ Պարոն Միքայելյան, չնայած Բաքու մեկնածես մարդիկ հայտնի դարձավ, որ իրենց թույլ չեն տվել հայ գերիներին ու պատանդներին տեսակցել, բայց նրանցից որոշները իրենց երեկվա ասուլիսում նշեցին, որ գերիների հարցը առաջիկայում գուցե որոշակի դրական լուծում ստանա։ Ձեր գնահատմամբ գերիների վերադարձի ուղղությամբ Երևանի եւ Բաքվի միջև բանակցություններ ընթանում են եւ ինչ ձևով հարցը կարող է լուծվել։ Օրինակ կարծիքներ կան, որ մինչեւ 2026-ի ընտրությունները գերիների մի մասին, բացի Արցախի ղեկավարներից, Ադրբեջանը կարող է ինչ-որ տարբերակով ազատ արձակել։ Կարող է նման բան տեղի ունենալ ըստ ձեզ։ Այո, այդ ուղղությամբ է գնում ամեն ինչը։ Մենք նախ հիշում ենք, երբ 2021 թվականին Ալիևը ընտրություններից առաջ մի ամիս շուտ ազատ արձակել 15 գերի եւ ականապատված քարտեզների դիմաց։ Այո, բայց դա մատուցվեց հայ հասարակությանը իբր Փաշինյանի ձեռքբերում այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակներում։ Եվ Փաշինյանը դրանից հետո սկսեց ասել, այ սրանց մենք ազատել ենք, մյուսներն էլ մի 2-3 ամիս կսպասեն ու դուրս կգան։ Եվ այսպիսով սա թույլ տվեց Փաշինյանին հնարավոր է մի 3% ավել ձայն հավաքի, որովհետև ինքը դրանով ցույց տվեց, որ կարող է լուծել այս կարևոր խնդիրը, հա։ Հիմա այստեղ մենք տեսնում ենք այն, որ նման իրավիճակ կա նաև այս ընտրություններից ընդառաջ, ընտրությունները կլինեն մոտավորապես կես տարուց, հա, այսինքն հունիսի ամենասկզբում, սա մեկ, երկրորդը մենք տեսել ենք, որ 2 ամիս առաջ Հայաստանի ներկա ԱԱԾ-ի պետը գնացել է Բաքու եւ այդտեղ խոսացել է ապա քաղաքական, ոչ քաղաքական գերիների ազատ արձակման մասին։ Եվ սա շատ կարևոր է, այսինքն նրանք բաժանում են, նկատի ունեմ հենց Հայաստանի իշխանություններին, բաժանում են գերիների երկու մասի եւ ոչ քաղաքական գերիներին հանելով, նրանք նորից ջրբաժան են գծում Հայաստանում Վերնախավի եւ ժողովրդի միջև, բայց երկրորդ հարցը, որը իրենք լուծում են, հավերժորեն պահել այս գերիներին այդտեղ, որովհետեւ այդ գերիները ստացվում է, որ միաժամանակ թե Երևանի, թե Բաքվի գերիներն են։ Եվ եթե այդպես չի, ապա ինչու Ալիևը անընդհատ Սամվել Կարապետյանի դեմ հայտարարություններ է անում եւ ինչու Փաշինյանը Ռուբեն Վարդանյանի դեմ հայտարարություններ է անում։ Այսինքն սա այսպես ասած երկկողմանի տվյալ դեպքում եւ միաժամանակ տեղի ունեցող գործընթաց է։ Այսինքն Հայաստանի իշխանությունը Արցախի ղեկավարներին այդ 8 հոգուն վերադարձնելու խնդիր չի դնում անգամ։ Չի դնում եւ ուզում է այդտեղ մնալ։ Եվ ոչ քաղաքական գերիներին հավանաբար կկարողանան հանել, գուցե ոչ բոլորին, բայց գուցե եւ բոլորին, հա, այդտեղ 23 գերի է Բաքվում, որոնցից 8-ը ռազմաքաղաքական ղեկավարությունն է Արցախի, 15-ը ոչ քաղաքական գերիներն են, տարբեր քաղաքացիներ, որոնք այդտեղ հայտնվել են։ Եվ այսպես Փաշինյանը ուզում է դրանց բաժանել։ Ստեղ եւս մի հանգամանք մեջ բերեմ։ Ուրեմն ժամանակին մոտավորապես 2016 թվին, եթե ես չեմ սխալվում, ադրբեջանցիները մտել են ինչ որ ճանապարհներով, Քարվաճարով եւ հետո մտել են Սյունիք, Սիսիանում կամ Քաջարանում մի քանի հոգի են սպանել։ Եվ իրանց դատել են եւ նշանակել են շատ երկար պատժի ժամկետներ։ Պատերազմից հետո Փաշինյանը նրանց ազատել է փոխանցելով դեմ մի քանի գերիների, բայց
նրանք վերջին ադրբեջանցիներն են եղել, որոնք պահվել են հայկական բանտերում։ Մի կողմ թողնենք, որ նրանք մնացել են խոշոր հաշվով անպատիժ հայերի սպանության համար, բայց խաղաղության պայմաններում, հա, բայց այստեղ տեղի ունեցել հետևյալը, մենք արդեն չունեցանք որևէ լծակ, որպեսզի բանակցենք։ Այսինքն Փաշինյանը այս գերիներին բաժանելով երկու մասի նորից զրկում է հայկական կողմին լծակից, որովհետև ինքը դարձնում է մնացյալ գերիների ազատելու հարցը շատ ավելի դժվար, քան թե եթե նրանք բոլորը միասին մի փաթեթում դիտարկվեն։ Սա միանշանակ է, որովհետև մի բան է, եթե սա ուղղակի գերիների հարց է, բոլորի դիմաց։ ու տվյալ դեպքում արդեն մենք ոչ ոք չունենք, բայց բոլոր գերիների հարց է, եւ մյուս հարց, եթե դա արդեն ռազմաքաղաքական ղեկավարություն է, դա լայն մեծ քաղաքական կոնսենսուսի հարցը, որը Հայաստանը այս պայմանությամբ լուծել չի կարող, բայց դրա համար այս բաժանումը միանշանակ Հայաստանի շահերից չի, բայց ցավոք սրտի այդպես է ընթանում այս բանակցությունը։ Անդրադառնանք նաև Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի վերջին հայտարարությանը։ Թուրք պաշտոնյան ասել էր, որ եթե Թուրքիան հիմա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, ապա Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Ինչ հետևություններ պետք է անի մեր հասարակությունը այս հայտարարությունից, հատկապես այն դեպքում, երբ մեզ տարիներ շարունակ վստահեցնում են, որ այս գործընթացը տեղի ունենում առանց նախապայմանների։ Մենք տեսնում ենք, որ նախապայմանները բազմաթիվ են, եւ այս իշխանությունը այս նախապայմանները քայլ առ քայլ կատարում է։ Խոշոր հաշվով ցեղասպանությունից հրաժարվել է Փաշինյանը, Արցախից հրաժարվել է Փաշինյանը մի քանի քայլով, ուրեմն փախստականների վերադարձից հրաժարվել է եւ այսպես որ գնանք բազմաթիվ խնդիրներից հրաժարվել է Փաշինյանը եւ կատարել է բոլոր Թուրքիայի նախապայմանները, նույնիսկ Մասիսարը հերացրել է կնիկներից, որը միանշանակ Թուրքիայի պահանջն է եղել։ Եվ այսպես տեղի ունենում հետևյալը։ Ինչ է ասում Հական Ֆիդանը։ Հական Ֆիդանը ասում է, որ մենք կիրառում ենք, օրինակ, տվյալ դեպքում, հա, Թուրքիայի սահմանը ավելի կարևոր է Հայաստանի համար, քան թե Ադրբեջանի սահմանը, քանի որ Թուրքիայի սահմանը Հայաստանի թույլ է տալիս Եվրամիության հետ եւ համաշխարհային օվկիանոս դուրս գալ եւ Եվրամիության հետ առևտուր անել։ Այսպիսով Թուրքիայի հետ սահմանը Հայաստանի համար կարևոր լծակ է, Հայաստանի նկատմամբ կարևոր լծակ է եւ մենք այդ լծակը կիրառում ենք Հայաստանի վրա, ճնշում ենք, չենք բացում սահմանը, այսինքն պահպանում ենք հարաբերությունը թշնամական տրամաբանության մեջ, որպեսզի Հայաստանից մյուս զիջումներ ստանանք, որը ուզում է արդեն Ադրբեջանը։ Այսպիսով երկկողմանի ճնշման ներքո մենք ոնց որ ստիպում ենք Հայաստանին որոշ քայլերի գնալ, հա։ Եվ քանի որ այս իշխանությունը չի կարողանում կամ չի ուզում դեմ առնել, այսպես ասած քիչ, շատ ավելի դանդաղ քան թե դաշնամիները ուզում են, բայց ամեն դեպքում գնում են նրանց պայմաններին։ Եվ այսպիսով ստացվում է հետևյալ իրավիճակ։ Եթե մենք խոսում ենք մերձացման մասին, խաղաղության մասին եւ խնդիրների լուծման մասին, ապա դա առաջին հերթին ենթադրում է մթնոլորտը, բարիդրացիական մթնոլորտը, երբ երկրները ուզում են լուծել խնդիրը։ Մենք միանշանակ այս հայտարարությամբ տեսնում ենք, որ Թուրքիան չի ուզում լուծել խնդիրը։ Թուրքիան ուզում է լուծել Հայաստանի խնդիրը, ոչ թե խաղաղության խնդիրը։ Եվ այսպիսով Թուրքիան կիրառում է բոլոր իր ձեռքին ունեցած լծակները, լինեն դրանք ռազմական, տնտեսական, տեղեկատվական եւ մնացածները, որպեսզի Հայաստանի վրա ճնշում գործադրի։ Հիմա այս իշխանությունները այնքան թույլ գտնվեցին, որ այս ճնշումը փոխանցում են հասարակությանը, այսինքն վերարտադրում են դաշնամական նարատիվներ եւ ասում են՝ «Այ դուք նկատի ունենալով քաղաքացիներին, այդ ձեր պատճառով եւ այլն», այսինքն այս իշխանությունները ուղղակի, այսպես ասած, հոլոգրամային կամ դատարկություն են, որոնց միջոցով կամ որոնց անցնելով թուրքական ազդեցությունը, ճնշումը անցնում է եւ արդեն տեղի ունենում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ տերորը Թուրքիայի եւ տվյալ դեպքում առհասարակ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այստեղ պարզ է, որ Թուրքիան ուղղակի բոլոր հնարավոր լծակները կիրառում է Հայաստանի դեմ։ Պարոն Միքայելյան, ես հիշում եմ, որ շաբաթներ առաջ Արարատ Միրզոյանն էր հայտարարել, որ առաջիկայում մենք Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց կունենանք, անգամ նշել էր, որ շոշափելի առաջընթացը կլինի այն, ինչ հասարակությունը ակնկալում է։ Դատելով Ֆիդանի հայտարարությունից մենք կարող ենք եզրակացնել, որ Թուրքիան իսկապես ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, բայց այստեղ հանդիպում է Ադրբեջանի ճնշմանը։ Թե եթե թուրքական կողմն իր առաջնման խնդիր դներ, ապա Ադրբեջանի ճնշումները վճռորոշ չէին լինի իր համար։ Տեսեք, սա եւս այս իշխանությունների քարոզչական գծի մասն են, որ Ադրբեջանը Թուրքիայի վրա ճնշում է եւ Թուրքիան դե ստիպված Ադրբեջանին ենթարկվում է։ Սա հիմանների վրա հաշվարկած
թեզերն են, որովհետև այս տարածաշրջանում եւ այս տրամաբանության մեջ թելադրողը Թուրքիան է։ Ադրբեջանը Թուրքիային որևէ բան չի կարող թելադրել։ Որևէ բան։ Ընդհանրապես նման բան բացառվում է։ Եվ ավելին, Հայաստանի հետ հակամարտության խորացումը ամենասկզբից Թուրքիան թելադրել է Ադրբեջանին, ոչ թե հակառակը։ Եվ մի քանի եղանակ կա, եթե մենք համեմատենք օրինակ Ուկրաինա-Մեծ Բրիտանիա հարաբերություններ, ապա Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանակին 3.5 տարի առաջ եկել է Ուկրաինա եւ խոշոր հաշվով պարտադրել է Ուկրաինային պատերազմել Ռուսաստանի հետ եւ դադարել բանակցություններ։ Նման բան տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցությունների պարագայում դեռ 99-2001 թվականի Key West-ի ռաունդի ժամանակ, երբ Հայր Ալիևը, Հեյդար Ալիևը պատրաստ էր արդեն ստորագրել, ոչ թե պատրաստ էր, ստորագրել էր արդեն խաղաղության պայմանագիրը նախնական եւ հետո գնաց Բաքու եւ գնաց Անկարա եւ այդտեղ իրան բացատրել են, որ ինքը չպետք է դա ստորագրի, նախ որովհետեւ Թուրքիան ամեն ինչը կապահովի, որպեսզի Ադրբեջան հաղթի, ոչ թե խաղաղությունը հաստատի, եւ երկրորդը, որ եթե ինքը իրենց կարծիքը հաշվի չառնի, ապա արդեն Թուրքիան կարող է արդեն իր նկատմամբ ուրիշ քաղաքականություն վարի, օրինակ իրեն գցի իշխանությունից։ Եվ այս ամեն ինչը հաշվի առնելով Ադրբեջանը երբեք չի գնացել որևէ լուծմանը, այս վերջի 30 տարվա ընթացքում միշտ անզիջուն է մնացել։ Գործունենք պարզագույն մանիպուլյացիայի հետ, որը մեր հասարակությանը հրամցրվում է իշխանականների եւ իրենց կից փորձագետների կողմից։ Նախ այդ մանիպուլյացիան հորինվել է Թուրքիայի կողմից, որ դե մենք, այսպես ասած, սպիտակ կոստյումով ենք, մենք գալստուկով ենք, իսկ Ադրբեջանը ծայրահեղական է։ Ֆիդանն էլ ասաց, մենք որպես այդպեսին խնդիր չունենք Հայաստանի հետ։ Այո, դա Թուրքիայի քարոզչական հնարք է, որը իրանք դեռ 90-ականների սկզբից հորինել են։ Իբր դե իրանք ստիպված են փակել սահմանը, ուրիշ ճար չունենք, որն է, ի՞նչ է նշանակում ստիպված են փակել, իրանք ուզեցել են, իրանք էլ փակել են։ Սա սուտ է։ Այսինքն սա ուղղակի այսպես չար ու բարի ոստիկանի խաղ է, որը Թուրքիան իրագործել է Հայաստանի նկատմամբ եւ ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները այս պայդրությամբ այս խաղին տրվում են։ Իբր կա վատ ոստիկան դա Ադրբեջանն է եւ բարի ոստիկան դա Թուրքիան է։ Եվ ավելին ասեմ, հիշեցնեմ, որ Հայաստանում Օրբելի ֆորումներ եւ այդ ժամանակ ուրեմն Արարատ Միրզոյանին, թուրք լրագրողին ասաց, որ դե գիտեք, ես ձեզ հետ խոսելով զգում եմ իբր Թուրքիայի արտգործնախարարի հետ եմ խոսում։ Այսինքն նրանք ամբողջությամբ ընդունել են Թուրքիայի քաղաքական եւ պարադիգմալ նույնիսկ մոտեցումները եւ այդ մոտեցումները արդեն տարածում են Հայաստանի հասարակության վրա։ Այսպիսով պարզ է, որ Թուրքիան չի ուզում պատասխանատվություն կրել ԱՄՆ-ի առջև, օրինակ Եվրամիության առջև, Ռուսաստանի առջև եւ ասում են դա Ադրբեջանն է։ Խոսենք նաև Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու Դոնալդ Թրամփի վերջին առաջարկի մասին, որով Ղրիմը եւ ամբողջ Դոնբասը պետք է ճանաչվի ռուսական, մյուս շրջաններում շփման գիծը դադարեցվի, Ուկրաինան էլ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրությունից եւ այսպես շարունակ։ Ինչ եք կարծում, Թրամփի այս ծրագրի իրագործումը որքանով է իրատեսական եւ պատերազմի այս պահին դադարեցումը որքանով կարող ենք մենք առաջիկայում դրան ականատես լինել։ Ինչ է նշանակում նախ այդ 28 կետանոց պլանը։ Սա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի որոշակի կոնսենսուսի արդյունք է։ Այսինքն այդտեղ որոշ Ռուսաստանի կարծիքներ են հաշվի առել եւ որոշ ԱՄՆ-ի կարծիքներ հաշվի են առել։ Հաշվի առնելով, որ խոշոր հաշվով այս պատերազմը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի պրոքսի պատերազմն է, որտեղ Ռուսաստանը անձամբ է մասնակցում, իսկ ԱՄՆ-ն մասնակցում է Ուկրաինայի ձեռքերով, բայց ամեն դեպքում Ուկրաինայի ամբողջ ճակատը պահում է ԱՄՆ-ն, թե ուրեմն սպայակազմով, թե հետախուզական տվյալներով, թե սպառազինություններով եւ ամբողջական պատերազմի կազմակերպումով, այդ թվում Գերմանիայում կազմակերպող կենտրոններ կան եւ այլ տեխնոլոգիաներ, ամեն ինչը ԱՄՆ-ից է։ Եթե այս ամեն ինչը չլինի, Ուկրաինան շատ արագ կպարտվի։ Շատ արագ ասելով, մինչեւ այս տարվա վերջ։ Եթե ԱՄՆ-ն այսօր դադարեցնի Ուկրաինայի աջակցությունը, Ուկրաինան մինչև տարվա վերջ կպարտվի։ ԱՄՆ-ն դրա մասին գիտի, Եվրամիությունը դրա մասին գիտի, Ուկրաինան դրա մասին գիտի, Ռուսաստանը դրա մասին գիտի։ Նույնիսկ ես հիշեցնեմ ժամանակին Բորելը, որը Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության ղեկավար է եղել, այսինքն արտգործնախարար, ինքը ասել է Ուկրաինան 3 օրվա մեջ կփլուզվի, եթե մենք դադարեցնենք օգնությունը։ Մենք ասելով նկատի ուներ ամբողջ Արևմուտքը։ Տվյալ դեպքում նույնիսկ ԱՄՆ-ի օգնության բացակայությունը արդեն բավական է լինելու, որ Ուկրաինան պարտվի։ Այսպիսով ԱՄՆ-ն
որպես պատերազմող կողմը որոշեց, որ հենց ինքը պետք է Ռուսաստանի հետ որ արդեն դադարեցնի պատերազմը իր մակարդակով։ Եվ իր մակարդակով ԱՄՆ-ն ինչի է ուզում դադարեցնել, որովհետև այսպես ասած ամեն ինչ հնարավոր էր ստանալ այս պատերազմից, ԱՄՆ-ն արդեն ստացել է, Եվրամիությունը շատ ավելի թուլացավ եւ ավելի կախված է ԱՄՆ-ից, Ռուսաստանն էլ թուլացավ, բացի այդ ԱՄՆ-ն, այսպես ասած, որոշակիորեն անվտանգության օրակարգը բարձրացրեց արևմտյան աշխարհում, բայց հիմա գալիս է մյուս պահ։ Այդ պահը, երբ որ արդեն Չինաստանը ուժեղացել է եւ Չինաստանին պետք է դեմ առնել։ Եվ դրա համար ԱՄՆ-ին պետք է ձեռքերի ազատությունը։ Ու երկրորդ խնդիր, արդեն ծախսերը սկսել են մեծ դառնալ եւ ԱՄՆ-ն ուզում է այդ ծախսերի կրճատում իրականացնել։ Եվ տվյալ դեպքում մենք տեսնում ենք Դոնալդ Թրամփի ամբողջ քաղաքականությունը վերջին տարվա ընթացքում եկամուտներ բարձրացնելու մասին եւ ծախսեր կրճատելու մասին, որովհետեւ ԱՄՆ-ում բյուջեի պակասորդը մոտավորապես 2.5 տրիլիոն դոլար է։ Իսկ Թրամփին կհաջողվի այս լուծումը պարտադրել նաեւ հաշվի առնելով այն դիմադրությունը, որը մենք եվրոպական երկրների կողմից ենք տեսնում ու նախորդ փորձը հաշվի առնելով։ Այ դրան եմ հասնում։ Ուրեմն Թրամփը փորձում է դրան հասնել։ Պուտինը իր կողմից ուզում է այս պատերազմից դուրս գալ, որովհետև իրականում Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունեցավ այս պատերազմում, որովհետև բազմաթիվ սխալներ են թույլ տվել եւ շատ սխալ են հաշվարկել բազմաթիվ, այսպես ասած, հնարավոր զարգացումներ։ Բայց եւ այս փաստաթուղթը եղել է նվազագույն կոնսենսուսի կետը, որը ընդունելի է եղել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար, չնայած որ շատ ավելի շատ ԱՄՆ-ին քան թե Ռուսաստանի համար։ Եվ երբ որ եւ իհարկե այդտեղ հաշվի են արել նաեւ Ուկրաինայի շահերը, հատկապես հաշվի առնելով, որ ռազմական ճակատում վերջին հաշվով ռուսական ռազմավարությունը սկսեց արդյունքներ տալ եւ այս տարվա հոկտեմբերից ուկրաինական ճակատը սկսեց արագ թուլանալ։ Բայց այստեղ գալիս է արդեն հակասությունը իշխանությունների կամ էլիտաների շահերի եւ ժողովուրդների շահերի։ Եվ տվյալ դեպքում Ուկրաինայի իշխանության շահերը հակասում են Ուկրաինայի ժողովրդի շահերին։ Ուկրաինայի ժողովրդի շահը հենց հիմա ցանկացած պահին կնքել խաղաղությունը եւ դադարեցնել այս պատերազմը, բայց Ուկրաինայի իշխանության շահերին դա չի համապատասխանում, որովհետեւ նրանք կկորցնեն իշխանություն, նրանք կկորցնեն եկամուտներ եւ նրանք կարող են նույնիսկ կորցնել կյանքը, որովհետեւ Ուկրաինայում հասարակության մեծ մասը իրենց ատում են, նկատի ունեմ Զելենսկուն եւ իր իշխանությանը առնվազն իրավական պատասխանատվություն լինելու է, եթե ֆիզիկականը չասենք։ Ֆիզիկականը կլինի Ումերովը, ուրեմն Երմակը եւ մյուս ղեկավարները Ուկրաինայի, որոնք ինչպես պարզվեց ամբողջությամբ ոտից գլուխ դատախված են կոռուպցիայի մեջ, ինչպես որ Զելենսկին անձամբ, եւ այս մարդիկ ցանկացած արևմուտքից ստացած փողից մոտավորապես 10-ից 15% իրենց են վերցնում։ Հաշվի առնելով, որ Ուկրաինա մոտավորապես $200 միլիարդ եկել, հասկանում ենք, որ նրանց կերած փողերը բավականին մեծ է, մոտավորապես մինչև $30 միլիարդ։ Դա փոքր թիվ չի։ Չնայած ավելի մեծ թվերներ են շրջանառվում, բայց ենթադրենք այդքան է։ Հետո գալիս է մյուս հարց։ Այս ամեն ինչը արդեն հանրահայտ է եւ իրանք ճնշել են շատերին Ուկրաինայում այս պատերազմի օրոք եղել է հաստատված գրեթե բռնապետություն եւ շատերը ուզում են վրեժ լուծեն, հաշվի առնելով, որ երկրում տղամարդկանց զգալի մասը զենք ունի այս պայդրությամբ, նրանք լուրջ վախենում են, մանավանդ հաշվի առնելով նաեւ այն, որ զորակոչը ստիպողաբար մոբիլիզացիան, որը կատարվում է Ուկրաինայում, ամենաբռնի ու դաժան մեթոդներով է իրականացվում եւ Ուկրաինայում այս պայդրությամբ հոկտեմբեր ամսվա ընթացքում 21,000 մարդ դեզերտիրություն է իրականացել, այսինքն փախել է դասալիկ։ Այո, դասալիկություն է արել, փախել է իրենց վաշտերից, այսինքն արդեն ճակատը պահել հնարավոր չի լինում եւ այս պահին Թրամփը ուզում է փրկել իրավիճակը, դուրս գալ այս իրավիճակից, բայց ուկրաինական էլիտայի շահերից նրանք պետք է ինչքան հնարավոր է հետաձգեն այս պատերազմը եւ Ուկրաինան արդեն հրաժարվել է այս պլանը կատարելուց, միանշանակ Ուկրաինան դա մերժել է, սկսել են ձևափոխել, ասում են, որ 28 կետից 9 կետը հանել են, մնացել է 19 կետը, Եվրամիությունը իր կողմից միակողմանի պլան է առաջարկել, որը որևէ կոնսենսուս չի ընդհանրում ի տարբերություն այս 28 կետանոց պլանի։ Գրիմի մասին էին խոսում, հայտարարում էին, քանի Գրիմը չի վերադարձվել, պատերազմը չի կանգնի։ Ну, այսինքն սա նշանակում է, որ ուղղակի տորպեդավորում են ցանկացած բանակցություն, որովհետև բանակցության առաջին կետը դա ներկա դե ֆակտո ստատուս կո իրավիճակն է։ Այստեղից սկսվում են բանակցությունները։ Եթե դու սկսում ես խոսալ, որ ինչ որ բան ավել ես ուզում, դա արդեն ուրիշ հարց է։ Հա, Ռուսաստանը որոշակի տարածքները զիջում է, օրինակ ուրիշ մարզերում, հա, ուրիշ օբլաստներում եւ ստանում է որոշ տարածքները Դոնեցկի օբլաստում, հա, բայց
ըստ Եվրամիության պլանի Ռուսաստանը ամեն ինչը զիջում է, Ուկրաինան ամեն ինչը ստանում է, այդ թվում ռուսական ակտիվներ, որոնք մոտավորապես 140-170 միլիարդ դոլար գտնում են Եվրոկլիրում, եւ այս պայդրությամբ ստացվում է, որ Եվրամիությունը այս պայդրությամբ ուղղակի չի ուզում, որ խաղաղությունը հաստատվի, որովհետեւ շատ մեծ փոփոխություններ տեղի կունենան, երբ որ պատերազմը կավարտվի։ Այդ թվում ներքաղաքական այն երկրներում, որտեղ այս ամեն ինչը տեղի ունենում։ Եվ օրինակ Թրամփի համար դա կարևոր է նաև, որպեսզի ինքը ցույց տա, որ տեսեք, ես վերջի վերջո բերել եմ խաղաղություն այս պատերազմում, որը վտանգավոր էր եւ բերում էր երրորդ համաշխարհայինի վերածվելու վտանգ։ Եվ նրան փորձում են դրանից զրկել։ Եվրամիությունը մերժեց, Ուկրաինան մերժեց եւ այսպիսով սա չի իրականացվի։ Եվ այնուամենայնիվ Ուկրաինայում հակամարտության հնարավոր կանգ առնելը, թեկուզ ոչ այս ծրագրով, որևէ այլ տարբերակով, եթե այնուամենայնիվ դա տեղի ունենա, Հայաստանի վրա այդ հնարավոր ինչ ազդեցություններ կարող է ունենալ ձեր գնահատմամբ։ Հայաստանի համար միանշանակ ուկրաինական պատերազմի ավարտը լինելու է դրական, որովհետեւ այս պայդրությամբ տարածաշրջանում ստեղծվել է հետեւյալ իրավիճակը։ Իրանը զգալիորեն թուլացավ Իսրայելի եւ Ամերիկայի ճնշումից հետո եւ պատերազմից հետո, նաեւ որը տեղի ունեցել այս տարի հունիսին, նաեւ Սիրիայում Ասադի ռեժիմի փլուզումից հետո, նաեւ Հեզբոլայի գլխատումից հետո, որը տեղի ունեցել անցած եւ այս տարվա ընթացքում, եւ նաեւ Համասի դեմ օպերացիայի ընթացքում, եւ այսպիսով Իրանը թուլացել է նաեւ ներքաղաքական կարևոր գործընթացներ տեղի ունենում։ Սա մի կողմից։ Ռուսաստանը ամբողջությամբ զբաղված է Ուկրաինայով։ Եվ այս տարածաշրջանը էլի արևմուտքի կողմից, եւ այս տարածաշրջանը ամբողջությամբ մնացել է Թուրքիային։ Եվ իհարկե այս իրավիճակը, երբ որ Թուրքիան տիրում է այս տարածաշրջանին, մեզ համար ձեռնտու չէ։ Եվ այսպիսով, ինչքան Ռուսաստանը կարողանա այս տարածաշրջանում բալանսավորել Թուրքիայի ազդեցությունը, գոնե բալանսավորել, այդքան մեզ համար ձեռնտու է։ Այսպիսով, այս պատերազմը ինչքան շուտ ավարտվի, Հայաստանի շահերի համար այդքան լավ, եւ այդքան Հայաստանի վրա ճնշումը մի քիչ կնվազի Թուրքիայի կողմից։ Եվ պարոն Միքայելյան, վերադառնալով հայ-ադրբեջանական օրակարգին, Բաքուն վերջին շրջանում ակնհայտորեն իր հռետորաբանությունը կոշտացրել է, այսպես կոչված անկլավների հարցն են օրակարգ բերում, միջանցքից են խոսում եւ այսպես շարունակ։ Ինչով եք պայմանավորում Ադրբեջանի այս գործելակերպը, հատկապես հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանը նախընտրական շրջափուլ է թևակողում եւ իրենց էլ անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, ինչու նրանք Փաշինյանին թույլ չեն տալիս, որ այս խաղաղության օրակարգը նա հաջողությամբ վաճառի հայ հանրության վրա։ Նրանք աջակցում են, որ վաճառի, բայց դա չի նշանակում, որ նրանք իրենց շահերից կհրաժարվեն, Այսինքն անկլավների հարցը իրենց համար օրակարգային է դարձել 2020-ից հետո, որովհետև մինչ այդ կար բանավոր համաձայնություն, որ խոշոր հաշվով մենք մեր անկլավների հարցը չենք բարձրացնում, իրանք էլ իրենց անկլավների եւ քիչ թե շատ մնում է այն ստատուս կվոն, որը զգալիորեն արդար է եղել մի կողմից եւ մյուս կողմից թույլ է տվել պաշտպանողական գծերի պահպանությունը։ Ստեղ տեղի է ունեցել անցած տարի մայիսին տեղի ունեցել հետևյալը. Հայաստանը Կիրանցի շրջանում զիջել է շատ կարևոր տարածքների հատված, բայց ոչ ամբողջությամբ, այդտեղ մի հատված էլ կա, որը դեռ չի զիջել, եւ այսպիսով տեղի ունենում հետևյալը. մի բավականին ուղիղ, քարտեզի վրա այսպես է նկարված զիգզագ է գրեթե սահմանը։ Իրականում սահմանը գրեթե հարթ է, ուղիղ գիծ է գրեթե, եւ դա արդյունք է 90-ականներին բախումներին։ Միտեղ մենք ենք առաջ գնացել, միտեղ ադրբեջանցիները։ Եվ սահմանը հարթացավ, դարձավ ավելի պաշտպանելի, իհարկե որոշ գյուղերը մեր կողմից, որոշ գյուղերը իրենց կողմից կորցրել են իրենց արոտավայրերը, դաշտավայրերը եւ այլն, բայց դա ռազմական գործողությունների արդյունք է եղել։ Եվ ստեղծվել է ուղիղ, գրեթե ուղիղ գիծ, որը պաշտպանվում է ամբողջությամբ թե հայկական, թե ադրբեջանական կողմից։ Հիմա Ադրբեջանը ունի Հայաստանի նկատմամբ գերակայություն քանակական եւ նաեւ սպառազինությունների տեսանկյունից որակական։ Եվ այսպիսով Ադրբեջանի համար ձեռնտու է, որպեսզի պաշտպանական գծերը խզվեն։ Եվ Ադրբեջանը ասում է, որ մենք պահանջում ենք այս կտորների փոխանցում, որոնք այս պայծառությամբ որևէ գյուղի համար նշանակություն չունեն, բայց դա նշանակում է, որ մի ամբողջական գիծը խզվում է։ Եվ այստեղ տեղի ունենում հետևյալը. եթե դու ունես 500 կիլոմետրանոց գիծ, օրինակ, կամ տվյալ դեպքում Տավուշի հատվածը ու Գեղարքունիքի հատվածը, դա մոտավորապես 200 կիլոմետր, ընդհանրենք, կամ 150 ընդհանրենք, Եթե դու ունես 150 կիլոմետրանոց գիծ, որի մեջ 2 կիլոմետր խզվել է եւ դուր է բացվում,
դու արդեն ոչ մի գիծ տարածություն ունես։ Այո, սա դուրա բերթի մեջ ավելին այս Կիրանցի հատվածից հետո հենց անկլավն է, հա։ Եվ Ադրբեջանը ուզում է այդտեղից հարձակվել կամ ուղղակի ուղիղ ճանապարհով հասնել այդ անկլավը տիրելու համար։ Իսկ այդ անկլավը արդեն մոտ է նաև Վրաստանի սահմանին եւ ամբողջ Տավուշի մարզի հյուսիսային հատվածը կտրում է մնացյալ տարածքներից, հա։ Եվ այսպիսով այս անկլավը ունի ռազմավարական բարձր նշանակություն։ Ադրբեջանը պահանջում է այդ անկլավը։ Ինչպես է այդ անկլավի հետ կապ ունենալու։ Ճանապարհ լինելու թե ուղղակի, այսպես ասած, ուղիղ գիծ լինելու այն Կիրանցի տարածքում տրված տարածքներից։ Կամ Արծվաշենը։ Արծվաշենով անցնում է ռազմավարական նշանակության ճանապարհը։ Խոշոր հաշվով երկուսից մեկը, բայց հիմնական ճանապարհը, որը կապում է Հայաստանը Իրանի հետ եւ Հայաստանի հարավը Հայաստանի հյուսիսի։ Հավանաբար Տիգրանաշենը նկատի ունեք։ Իսկ ես Արծվաշենը ասացի։ Տիգրանաշենը իհարկե։ Այո, Տիգրանաշենը։ Եվ այսպիսով Տիգրանաշենի հատվածով անցնում է հիմնական ճանապարհը եւ Ադրբեջանը ասում է տվեք մեզ։ Ադրբեջանին դրանից ոչինչ, բայց Հայաստանը դրանով շատ է կորցնում։ Մենք պետք է գիտակցենք, որ այստեղ Ադրբեջանը խաղում է նույնիսկ ոչ թե զրոյական գումարով խաղ, այլ բացասական գումարով խաղ։ Ինչքան Հայաստանին վատ, այդքան Ադրբեջանին լավ։ Նույնիսկ եթե Ադրբեջանը ոչ մի բան ձեռք չի բերում, իր համար կարևոր են Հայաստանի կորուստները։ Իսկ Արծվաշենը իրենք պատրաստ են վերադարձնել, թե չէ, մոռացեք դենց բաների մասին, ընդհանրապես էս հերթական միակողմանի զիջմանն ենք բախվելու մենք։ Իհարկե։ Այսինքն մենք որտեղ ենք տեսել, որ Ադրբեջանը մի բան զիջի, որպեսզի խոսանք, այսինքն փոխզիջումներ երբ որ խոսում են, սա նշանակում է փոխադարձության սկզբունքը։ Եթե մենք ենք զիջում եւ մենք ամեն այդ զիջումից տուլանում ենք, Ադրբեջանը ամեն այդ զիջումից ուժեղանում է, ինչու Ադրբեջանը սկսի հիմա զիջել։ Սա հիմարություն է ուղղակի։ Եվ այս խոսակցությունները իշխանությունների կողմից ուղղակի միտված են, որպեսզի մեղմացնեն հասարակական ընկալումները այդ զիջումների, այսինքն future-սային վաճառք է հնարավոր ապագա ձեռքբերումների դիմաց այսօրվա զիջումներին, հա։ Իշխանությունները այսօրվա զիջումները վաճառում են ժողովրդի վրա ապագա հնարավոր ձեռքբերումները, որոնք երբեք չեն լինելու։ Սա այս տրամաբանությունն է, այս գործընթացի եւ այս կառավարչական գծի եւ այսպիսով մենք տեսել ենք նման բազմաթիվ մեդիա մանիպուլյացիաներ, երբ զիջում են իրական տարածքներ, իսկ մեդիայում կամ տարբեր սոցցանցերում սկսում են խոսալ, չգիտեմ, Նախիջևանից կամ ինչ-որ նման ուրիշ տարածքներից, որոնք երբեք Ադրբեջանը չի վերադարձնելու կամ չի տալու, ել չասած, ասում են ստացել ենք այն, ինչ ուզում ենք։ Այո, ու ասում են 1 միլիմետր չենք զիջել, բայց տրվում է օրինակ տվյալ դեպքում, հա, Թրիպի պարագայում իշխանությունները արդեն համաձայնվել են ԱՄՆ-ին 99 տարով պլյուս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ պատրաստ են տալ Մեղրի տարածքը, այսինքն Մեղրի միջանցքի տարածքը, որը այսինքն մոտավորապես 200 տարով տալ 200 տարի առաջ այստեղ դեռ պարսկական իշխանություն է եղել, հիշեցնեմ, հա։ Եվ 200 տարով Հայաստանը, որը 34 տարի որպես անկախ պետություն է գործում, տալիս է ինչ որ տարածքներ 200 տարով։ Ու ասում են 1 միլիմետր չեն զիջում։ Այսինքն այս հիմարությունը մարդիկ հասկանում են, թե չէ։ Սա ուղղակի մանիպուլյացիաներ են, որպեսզի իրագործվի այս նախագիծը, իսկ նախագծի հիմնական նպատակը այն է, որպեսզի Հայաստանը որպես անկախ գործոն այս տարածաշրջանում գոյություն չունենա։ Դրա համար Հայաստանի բոլոր լծակները, բոլոր հնարավորությունները քայլ առ քայլ Հայաստանից վերցնում են։ Այսինքն Միացյալ Նահանգներն էլ է շահագրգռված, որ Հայաստանը որպես պետություն գոյություն չունենա, եթե նման ծրագրին իր աջակցությունն է ցուցաբերում, թե այլ խնդիր են լուծում։ Ես չի ասի որպես պետություն, այլ որպես գործոն, հա։ Այսինքն այստեղ կարելի է դնել պետություն, բայց ամբողջությամբ առանց Սյունիքի օրինակ։ Թեկուզ Սյունիքով քարտեզի վրա, բայց այդտեղ ադրբեջանցիներով օրինակ, չգիտեմ, այստեղ տարբերակները շատ են։ Կարևորը որ Հայաստանը իր ասելիք չունենա։ Հիմա դա դե ֆակտո է, բայց հետո դա կարող է այնպես դառնալ, որ Հայաստանը ել չկարողանա։ Հիմա այս իշխանությունը ապահովում է այն հանգամանքը, որ Հայաստանը իր ասելիքը չունի։ Բա դու ինչ եք կարծում։ Դուք ինչ եք կարծում, բա դուք եւ այլն, հա, այս տրամաբանությամբ են խոսում հայերի հետ։ Հիմա բայց հաջորդ քայլին լինելու է այնպես, որ ինչ էլ լինի, ինչ իշխանություն էլ լինի Հայաստանում, ինքը ունակ չլինի որևէ բան փոխել։ Դրան է գնում։ Հիմա ԱՄՆ-ն շահագրգռված է, թե չէ, իհարկե։
Եթե մենք դիտարկենք ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորված ցանկացած կազմակերպությունը, ապա նրանց ողջ գործունեությունը վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի ինքնիշխանությունը փոքրացնելու ուղղությամբ է եղել եւ իհարկե ինքնիշխանության մասին խոսալով ցեղասպանությունը մոռացության տալ, Արցախում զիջումներ անել եւ այլն եւ այլն։ Եվ այդ կազմակերպությունների հայտարարված նպատակների մեջ եղել է Հայաստանում բազմակարծություն զարգացնելն է եղել դեռ 2000-ականներից 90-ականներից, իսկ Ադրբեջանում պետության ուժեղացումը։ Այսինքն Հայաստանում բազմակարծություն, այսինքն տարածել նոր նարատիվներ, Ադրբեջանում ուժեղացնել պետությունը, որպեսզի Ադրբեջանը դառնա այն կենտրոն, որի միջոցով, այսպես ասած, բազմաթիվ հարցեր են լուծում։ Որ հարցերը։ Ադրբեջանը կարող է գործել Ռուսաստանի դեմ, արդեն գործում է։ Ադրբեջանը կարող է գործել Իրանի դեմ, արդեն գործում է։ Ադրբեջանը կարող է միջոց դառնալ, որպեսզի արևմտյան ազդեցությունը տարածվի Միջին Ասիայում։ Արդեն դրան է գնում եւ Միջանցքը, Մեղրիի Միջանցքը դրան է ուղղված։ Եվ այսպիսով Ադրբեջանի ուժեղացումը արևմուտքին ձեռնտու է եւ այստեղ կարեւոր չի, որ Ադրբեջանը բռնապետություն է, կարեւոր չի, որ Ադրբեջանը միապետություն է, կարեւոր չի, որ Ադրբեջանում էթնիկ զտում է նոր տեղի ունեցել, կարևորը որ Ադրբեջանը աշխարհակական այս շահերը կարող է սպասարկել։ Իսկ ինչ է կարող Հայաստանը անել։ Հայաստանը օբյեկտիվորեն ինչ էլ ուզեն անել, օբյեկտիվորեն ձգտելու է Ռուսաստանի ու Իրանի հետ խորը հարաբերություններին։ Եվ այսպիսով Հայաստանը արևմուտքին ձեռնտու չէ։ Խնդիրը այն է, որ Հայաստանում այդ գիտակցությունը չկա եւ ըստ այդմ այս իրողությունը հաշվի չառնելով, ուրեմն Հայաստանը ընկավ այս իրավիճակ։ Եվ պարզ է, որ արևմտյան օրիենտացիան Հայաստանի բերելու է Հայաստանի տոտալ որպես աշխարհակահաղական գործոնի վերացման։ Մենք այդ ճանապարհին արդեն երևի մի 90% արդեն անցել ենք, որպես մենք հետ դարձի ճանապարհ, այնուամենայնիվ։ Գուցե եւ այո, որովհետեւ հենց այդ պատճառով ողջ արևմուտքը հիմա շատ ակտիվորեն փորձում է աջակցել Փաշինյանին, որպեսզի հաղթի։ Աջակցում է նաեւ իր ռեպրեսիաների հարցում ներքին քաղաքականության մեջ, հայ առաքելական եկեղեցու դեմ գործողությունների հարցում միանշանակ արևմուտքը աջակցում է եւ այսպիսով ուզում են թույլ չտալ, որպեսզի Փաշինյանը պարտվի, որովհետեւ այո, տեսականորեն գոնե հետ դարձի ճանապարհ դեր կա, բայց այդ ճանապարհը սկսվում է նրանով, որ Փաշինյանը միանշանակ պարտվում է եւ գալիս են ազգային ուժերը, որոնք փորձում են իրավիճակը լուծել, բայց այդտեղ իհարկե կախված է լինելու նրանց ռազմավարական ունակություններից, կադրային քաղաքականությունից, որը էլի շատ վիճելի է, բայց ամեն դեպքում ելքը այդտեղից է, ելքը այս իշխանության փոփոխությունից է, ընտրություններով տվյալ դեպքում 2026 թվականի եւ փորձ է արվելու, որպեսզի ամբողջությամբ պահեն նրան։ Մի օրինակ էլ բերեմ, 2026 թվականի մայիսի 4-ին պետք է տեղի ունենա Հայաստանում Եվրոպական քաղաքական հանրության համայնքի սամիտը Հայաստանում, որը պետք է լինի բավական խոշոր սամիտ, բազմաթիվ երկրների ղեկավարներ են գալու եւ խոշոր հաշվով են գրկվելու Փաշինյանի նախընտրական քարոզի մեջ։ Սա է այդ օրակարգը, այսինքն թեման ինչի շուրջ են հավաքում, կարևոր չի, կարևորը այն է, որ Փաշինյանը հավաքի բազմաթիվ երկրի ղեկավարներին եւ նրանց միջոցով փորձի իշխանությունը պահել եւ հայտարարել են, որ այո, 34 տարվա ընթացքում Հայաստանը երբեք այդպիսի գաղափարժողով չի ունեցել, որպեսզի այս իշխանությունը պահպանվի եւ որպեսզի շարունակի այս աշխարհակահաղական հարցերի լուծումը։ Այս աշխարհակահաղական հարցերը հենց Հայաստանի չեզոքացումն է այս տարածաշրջանում։ Եվ եթե հակիրճ թվարկեք, պարոն Միքայելյան, ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը, եթե 26 թվականի հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի որպես Հայաստանի վարչապետ ու պահպանի իր իշխանությունը։ Մի քանի քայլ։ Առաջին քայլ սահմանադրության վերանայում եւ ընդունում Ադրբեջանը նպաստ սահմանադրությանը, այսինքն դա նշան է տոտալ կապիտուլյացիայի։ Իդեպ ասեմ, որ Ալիևը վերջերս ասել է, որ այնպիսի հաղթանակ, որ մենք ենք ունեցել, երկրորդ աշխարհամարտից ոչ ոք չի ունեցել։ Եվ գուցեև ճիշտ է նա, որովհետև այս աստիճանով ստորանալ եւ ամեն ինչը զիջել ոնց որ այս իշխանությունը արեց եւ այս աստիճանի պարտվել, դա ոչ ոք չի կարող անել։ Սա առաջինն է, այսինքն սահմանադրության վերանայումի օգուտ Ադրբեջանի։ Երկրորդը այս անկլավների եւ բոլոր վիճելի տարածքների զիջում Ադրբեջանին։ Երրորդը քաղաքական գերիների պահպանում ադրբեջանական բանտերում, ել չեմ ուզում ավելի վատ բան ասեմ, բայց ավելի մեծ վտանգներն էլ կան նրանց աղջության եւ կյանքի։ Չորրորդը Հայաստանի արդեն դե բարձր ռուսական բազայի դուրս բերում եւ Միջանցքի արդեն
հողի վրա ստեղծում, որովհետև հիմա Փաշինյանը ասում է, որ մենք ինչ-որ բան չափում ենք, հաշվարկում ենք եւ այլն, եւ Փաշինյանը փորձում է դրսի ուժերի կողմից աջակցություն ստանալ, որպեսզի միջանցքը սկսի ցարկել։ Հիմա որևէ գործողություններ չեն արվում դեռ հողի վրա։ Եվ Փաշինյանը հայտարարել է, որ հաջորդ տարվա երկրորդ կեսից են սկսվելու գործողություններ։ Պարզա որ ընտրվելուց հետո։ Այո, աջակցեք ինձ, որպեսզի ընտրվելուց հետո ես կարողանամ դա անել, այսինքն միջանցքասարկվելու եւ բազմաթիվ այլ փոփոխություններ, բայց վերջին հաշվով ցանկացած այդ գործողություններից թաղելու է Հայաստանի ինքնիշխանությունը։ Շնորհակալ եմ, պարոն Միքայելյան։ Շնորհակալություն։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Կհանդիպենք։